Բարի լույս սիրելիներս, խոսենք հայոյելու մասին։ Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի»։ Իսկ սրանք հայոյում են այն բանի դեմ, որ չգիտեն, եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպես անբան անասունը, նրանցով էլ ապականվում են։ Գիտեք, սիրելիներ, Միքայել հրեշտակապետը սատանայի դեմ մարտնչող եւ իր ժողովրդի իրավունքը պաշտպանող հրեշտակապետն է, եւ Միքայել նշանակում է Աստծո մարդ, որովհետեւ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերի հրամանատարն է։ Միքայել հրեշտակապետը սատանայի վեճի մասին, որ վիճել են Մովսես մարգարեի մարմնի համար, Սուրբ գրքում գրված չէ։ Այն գրված է վերափոխում են Մովսեսի գրքի մեջ, որը համարվում է պարականոն գիր, բայց այն ժամանակ հոգևոր ընթերցանության համար շատ տարածված է եղել։ Բայց այստեղ ամբողջ խորհուրդը ինչն է, որ վիճելու ժամանակ Միքայել հրեշտակապետը չի հայոյում սատանային, այլ ասում է թող Տերը քեզ սաստի։ Ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Երկու կարևոր բան։ Նախ, արդար մարդը, ով Աստծով ապրում է, իր բերանի մեջ իրավունք չունի հայոյալից խոսքեր պահելու եւ հայոյանքով խոսելու դիմացի մարդու հետ։ Ցավոք սրտի, այսօր մարդիկ այնքան են հեռացել այդ ճշմարտությունից, որ որևէ մեկ է, որ իրենց կարծիքին համահունչ կարծիք չի հայտնում, մենք հայոյում ենք, չարախոսում ենք, անշնորհ բառեր ենք ասում, իրար գրում ենք եւ ամբողջ մեր մարդկային լեզուն լցված է հայոյանքով։ Մենք ավելի շատ այսօր հայոյում ենք, անիծում ենք, բամբասում ենք, քան թե աղոթում ենք։ Իսկ Հակոբոս Առաքյալն ասում է, չի կարող նույն ակունքից քաղցր եւ աղիթ ջուր դուրս գա։ Եվ նույն լեզուն, որով օրհնում ես Աստծուն, դու չես կարող դրանով դիմացի մարդուն նաեւ անիծել։ Իսկ ով որ կարող է մեր լեզուն զսպել, Սուրբ Գիրքն ասում է նա կատարյալ մարդ է։ Եվ երկրորդ, որևէ մարդ, սիրելիներ, իր դատը պետք է հանձնի Աստծուն։ Մենք կռիվ չունենք իրար հետ։ Մենք քրիստոնյաներս իրար անիծելու, չարախոսելու պետք չունենք։ Մեր կռիվը չար դևերի, ոգիների եւ սատանայի դեմ է։ Սա է մեր պատերազմը։ Իսկ այնտեղ, երբ որ դու քեզ հանձնում ես Աստծուն, թող Տերը քեզ սաստի, Աստված քեզ հաղթանակ պիտի տա։ Եվ շարունակության մեջ էլ ասում է, որ այն մարդիկ, ովքեր կեղծ ուսուցումներ են անում, նրանք են հայալից խոսքեր խոսում, այսինքն զառանցում ու չարախոսում են եւ նման են անբան անասուններին։ Եվ ինչ դատաստանով պիտի դատվեն, որովհետեւ չգիտեն ինչ են խոսում եւ ինչ են ասում։ Հայոյանքը նաեւ փաստերի սովն է, երբ որ դու բառ չգիտես ասելու, որևէ բան խոսելու, քո խոսքը ապացուցելու կամ արդարացնելու, դու սկսում ես օդի մեջ պարզապես բառեր շախտալ, հայոյել եւ դրանով պղծում ես ինքդ քեզ, դիմացի մարդուն եւ այդ ամենով զրկվում ես Աստծո շնորհից։ Եթե ուզում ես, որ դու Աստծո շնորհն ունենաս, դու շատ զգուշ պիտի լինես, դու շատ զգուշավոր պիտի խոսես ու արտահայտես, որովհետեւ Հիսուս ասում է անգամ հիմար եւ ապուշ բառի համար պատասխան պիտի տաս։ Ուր մնաց, որ այն հայոյելից խոսքերը, որ այսօր մարդիկ իրար ասում են, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով եւ այլանդակ բառեր օգտագործելով, մաքուր պահենք մեր բերանը, որպեսզի Աստված մեր աղոթները լսի։